Որքան մոտենում են կրկեսային ու կեղծ ընտրություններին, մեր երկրում համատարած դավաճանությունը ավելի ակնհայտ է դառնում, որովհետև հենց այս ժամանակներում բոլորի իսկական դեմքերը բացահայտվում են։ Գնալով ավելի պարզ է դառնում շատերի համար, որ այս ամբողջ ազգադավ նեոբոլշևիկյան համակարգը մինչև արմատները փտած է, եւ հետեւաբար իրական ու դրական փոփոխություն կարող է առաջացնել միայն այն քաղաքական ուժը, թեպետ առայժմ փոքրաթիվ, որն ամբողջությամբ դուրս է այս համակարգից եւ ամբողջությամբ դրա դեմ։ Համակարգից լիովին դուրս կանգնած նման քաղաքական շարժման կամքից ու վճռականությունից միայն կարող է ծնվել իրական ազգային պետություն։ Այս պայքարում, որտեղ մեր նպատակը ազգային գաղափարախոսությունը հասնելն է հաղթանակի, կերտելով ցեղակրոն պետություն, մենք չենք կարող թույլ տալ որևէ կիսատ պռատություն։ Պետք է հստակ գիտակցել ճշմարտությունը եւ ամբողջ սրտով ու հոգով նվիրվել այդ ուղուն, մինչև հասնենք նպատակին եւ կատարենք մեր պատմական առաքելությունը։ Եթե իսկապես ուզում ենք ազգային հեղափոխություն ու վերածնունդ, ապա միանշանակ սա է միակ իրատես ճանապարհը։ Ստերը շատ են լինում, բայց ճշմարտությունը մեկն է։ Մենք վստահ ենք, որ ճիշտ ուղու վրա ենք, որովհետև այս պայքարը չենք շարունակի, եթե այլ կերպ մտածենք։ Քանակապես մեծ կուսակցությունները իրենց անթիվ փողերով ու անհոգի դախացած անդամներով մեզ չեն վախեցնում, քանի որ նրանք մի օր ներսից պայթելու են, ինչպես ուռչած փուչիկը, որը կպայթի մի փոքր ասեղի հպումից։ Թող մյուսները վազեն քվյաթերթիկների ու կարճատև հավանությունների հետևից։ Մենք քայլում ենք մեր ճակատագրի ուղղությամբ, կերտելու նոր պատմություն։ Թող նրանք փողերով ստեղծեն ժամանակավոր, անցողիկ, սեզոնային ու դատարկ կուսակցություններ։ Մենք մեր անսասան կամքով հավիտենական օրդեն ու ապագա հայ ազգային պետության հիմքը կկառուցենք։